Ողջույն, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Մեդպրեսն է։ Այսօր մեր հյուրի հետ խոսելու ենք տղամարդու վերարտադրողական առողջության մասին։ Մեր հյուրն է Մարգարյան ծննդատան տղամարդու վերարտադրողական առողջության կենտրոնի բժիշկ ուրոլոգ-անդրոլոգ Մերուժան Թոքմաջյանը։ Ողջույն բժիշկ Թոքմաջյան, շնորհակալություն մեզ հյուր գալու համար։ Այսօր ամբողջ աշխարհում անպտղության խնդիրը լուրջ խնդրեմ է դարձել, Հայաստանը նույնպես այդ տենդենսներից այսպես ասած հետ չի մնում, եւ մի մասը այդ անպտղության պայմանավորված է տղամարդու գործոնով։ Երբ ենք խոսում տղամարդու անպտղության մասին եւ ինչ հաճախականությամբ է այն հանդիպում։ Զույգերի մոտ, սկսենք, երբ ենք ախտորոշում զույգերի մոտ անպտղությունը, երբ մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու ժամանակ կնոջ մոտ թղություն չի դիտվում, երբ կինը չի օգտագործում հակապեղմնավորիչներ, իսկ այդ անպտղության մոտ 50%-ը բաժին անգնում տղամարդկային գործոնին զույգերի մոտ։ Ամբողջ աշխարհում մոտ 15-ից 20% մինչև տվյալներ կան, որ կարող է հասնել զույգերի մոտ անպտղությունը, որը բավականին այսօր բարձր ցուցանիշ է։ Անպտղության պատճառները կարող են լինել տարբեր, խոսենք տղամարդկային անպտղության մասին։ Տղամարդկային անպտղության գործոնները կարող են տարբեր լինել։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ախտորոշելու գտնելու պատճառները։ Ամենահաճախներից մեկը տավարիկոցելեն է, ամորձու երակների ողկույզածև երակների լայնացումը, որը բերում է նույնպես անպտղության։ Կան նաև այլ պատճառներ, օրինակ էնդոգրին խնդիրները, վնասակար սովորությունները, գենետիկ խնդիրները, քիմիոպրեպարատները եւ ալկոգոլի ու դեղամիջոցների չարաշահումը նույնպես կարող է բերել տղամարդու վերարտադրողական ունակությունների իջեցման կամ անպտղության։ Իսկ ինչպես են այդ ձեր նշած գործոնները, ալկոհոլի օգտագործում, վնասակար մյուս սովորությունները, ավելորդ քաշի առկայությունը անդրադառնում վերարտադրողական առողջության վրա։ Ալկոգոլը եւ թմրանյութերը իրենց ամիջական ազդեցությունը ունեն, վնասակար ազդեցություն ունեն սերմնավեղուկի որակի վրա։ Ծխախոտը վնասակար սովորություններից ծխելու հետևանքով օրգանիզմ անցած թունավոր նյութերը առաջացնում են ազատ ռադիկալներ, արգասիքներ, որոնք նույնպես բավականին վատ ազդեցություն ունեն սերմնավեղուկի որակի վրա։ Ավելորդ քաշը ստրեսը, որը բերում է նյարդային համակարգի խանգարման, որը հետևանքով նույնպես խանգարվում է էնդոգրին համակարգը, որ նույնպես բերում է սերմնավեղուկի որակի վատացման։ Իսկ տարիքային գործոնը տղամարդկանց մոտ նույնքան կարևոր է վերարտադրողական առողջության հետ կապված, որքան կանանց մոտ։ Տարիքային գործոնը տղամարդկանց մոտ մի քիչ ավելի բարդ է, քան կանանց մոտ, սակայն 40-ից բարձր տղամարդիկ իրենց վերարտադրողական ունակությունը պահպանում են, սակայն այս ճանապարհը իջնում է։ Չնայած դրան 50-60 տարեկան հասակում բավականին շատ տղամարդիկ կարող են ունենալ իրենց երեխաները։ Այդ դեպքում կարող են հանդիպել մի քիչ ավելի շատ դժվարությունների եւ կարող է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ, ինչպիսին են էկոն, ավելի շատ առաջարկվի այդ տղամարդկանց կանանց համար, բայց կապը ավելի քիչ արտահայտված է, քան կանանց մոտ։ Ոչ այդքան արտահայտված, ինչպես կանանց մոտ։ Իսկ որոնք են տղամարդկանց վերարտադրողական առողջության հետազոտման մեթոդները։ Երբ զույգը մոտենում է բժշկին, առաջինը ինչ պետք է անել, դա անամնեստիկ տվյալներն է, պետք է հավաքել սկսած մանկական հասակից ինչ վիրահատություններ է տարել, հատկապես սեռական օրգանների վրա, ինչպես նաև շատ կարևոր է տեղեկանալ, թե ամուսինը կարող է կապ ունի թունավոր նյութերի հետ աշխատանքի վայրում։ Դրանից հետո ֆիզիկալ զննումն է, ինչպես կարելի է հայտնաբերել վարիկոցելեն, ինչի մասին ասացի, ամորձու բացակայություն կամ ոչ ճիշտ տեղակայում, ինչպես նաև գինեկոմաստիա կարելի է հայտնաբերել, որը որ խոսում է էնդոգրին խանգարումների մասին։ Այդ տվյալներից ելնելով նշանակվում է որոշակի հետազոտությունների ծավալ, լաբորատոր հետազոտություններ, սոնոգրաֆիկ հետազոտություններ մինիմալ քանակով, կախված հետազոտությունների արդյունքից որոշվում է բուժման հետագա տակտիկան, կարող անհրաժեշտություն լինի ինչպես նաև գենետիկ հետազոտություններ, ավելի խորը հետազոտություններ։ Իսկ երբ է առաջարկում սերմի քննություն կամ
Սերմի քննությունը հիմնականում առաջարկվում է այն զույգերի մոտ, ովքեր կանգատով եկել են անպտղության կանգատով են մոտեցել բժշկին, իսկ սովորաբար պրոֆիլակտիկայում սերմի քննություն չի արվում։ Իսկ հենց անպտղությունը ախտորոշելու նպատակով։ Այսինքն կարող ենք ունենալ սերմի քննության արդյունքում նորմալ արդյունքներ կամ նորմայից շեղումներ։ Սերմի քննության արդյունքում այնտեղ բավական ինքը լայնածավալ ինֆորմատիվ հետազոտություն է, ցույց է տալիս ինչպես նաև կարող է սերմի մեջ լինել բորբոքային պրոցեսներ, ցույց է տալիս ձևաբանական փոփոխություններ, որակի եւ քանակի մասին տեղեկություններ, որոնք կարող են մեզ հուշել կրկնակի եւ ավել հետազոտություն նշանակելու մասին եւ այլ պաթոլոգիաների մասին մտածելու համար։ Դա առաջի հետազոտությունն է, որը պարտադիր արվում է բոլոր զույգերին, ովքեր մոտեցել են բժշկին անպտղության կանգատով։ Սերմի քննության նորմալ արդյունքների դեպքում տղամարդու հետազոտությունները ավարտում ենք, թե կան էլի ավելի հետազոտություններ։ Կարող է կատարվել միացոնոգրաֆիկ հետազոտություն, որը երբեմն լինում է նորմալ սպերմոգրամիկ ցուցանիշներով, երբեմն վարակոցելի առկայություն։ Այդ դեպքում կարող է, եթե ուրիշ պատճառ չենք գտնում, վարակոցել են, կարող ենք վիրահատել, որպեսզի այդ պատճառը նույնպես վերացվի։ Այստեղ եթե կարելի է հարց, սերմի նորմալ արդյունքների պայմաններում եւ վարիկոցելի առկայության դեպքում առաջարկվում է կատարել վիրահատություն։ Եթե ուրիշ պատճառ չի գտնվում զույգի մոտ, եթե կնոջ մոտ որևիցե այլ պատճառ չկա։ Այսինքն եթե կինը առողջ է, բայց չկա հղություն, այդ դեպքում առաջարկվում է վիրահատություն։ Շատ լավ, իսկ այն դեպքերում, երբ առկա է ազոսպերմիա, այսինքն ընդհանրապես սպերմատոզոիդների բացակայություն, ինչ է առաջարկվում նման դեպքում, սա ուղղակի դատավճիռ է, թե կան մեթոդներ, որոնք կօգնեն տղամարդկանց։ Ազոսպերմիայի դեպքում դեռ դատավճիռ չի, ասեմ, որ ազոսպերմիան դա սերմի բացակայությունն է, կա երկու տեսակի ազոսպերմիա, օբստրուկտիվ եւ ոչ օբստրուկտիվ։ Օբստրուկտիվը դա այն է, երբ կան արտադրվող սերմը կա, այսպես ժողովրդական լեզվով ասած, բայց ինչ-ինչ պատճառներով չի դուրս գալիս արտաքին միջավայր, դա կարող է լինել բորբոքումների հետևանքով, խողովակների խցանումը կամ տարած վիրահատություններ, տրավմաների հետևանքով։ Այդ դեպքում դա դատավճիռ չի, իսկ ոչ օբստրուկտիվի դեպքում կան պաթոլոգիաներ, տարբեր գործոններ, օրինակ գենետիկ խնդիրներ կան, որ լինում է ազոսպերմիա, հորմոնալ խնդիրներ, քիմիոթերապիայից հետո առաջացած ազոսպերմիա։ Կարելի է որոշ դեպքերում բավականին լավ արդյունքներ ստանալ կոնսերվատիվ բուժման եղանակով։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև ոչ հաճախ լինում է նման պացիենտների դիմելիություն։ Եվ որքանով է վերարտադրողական բժշկությունը, այսինքն արտամարմնային բեղմնավորումը, օգնում կամ կիրառելի տղամարդու անպտղության դեպքում։ Խոսեցինք օբստրուկտիվ ազոսպերմիայի մասին, արտամարմնային բեղմնավորումը շատ կարևոր է այն զույգերի մոտ, ում մոտ հենց տղամարդկային կորձոնով է պայմանավորված անպտղությունը։ Հենց այս դեպքում կատարվում է ամորձուբիոպսիա, վերցնում է այնտեղից սպերմատոզոիդները, հատուկ միջավայրում տեղափոխվում է լաբորատորիա, էմբրիոլոգը կատարում է արտամարմնային բեղմնավորում եւ այս խնդիրները կարելի է շրջանցել արտամարմնային բեղմնավորման մեթոդով, որը մեր կլինիկայում բավականին հաճախ կատարվում է, ինչպես նաեւ այն սերմնայեղուկը, որը ունի ցածր որակ, թեկուզ տարիքի հետ կապված, թեկուզ այլ խնդիրներով, որը հնարավոր չի ավելի լավ արդյունքներ ստանալ, նույնպես կատարվում արտամարմնային բեղմնավորում։ Դա բավականին արդյունավետ մեթոդ է այն զույգերի մոտ, որտեղ հիմնական գործոնը տղամարդկային է եւ բավականին լավ արդյունքներ են ստացվում։ Ճիշտ է արդյոք, որ տաքացնող պրոցեդուրաները, նստատեղերի տաքացումը կամ հատուկ տաքացնող պրոցեդուրաները կարող են տղամարդու վերարտադրողական առողջության վրա ազդեցություն ունենալ։ Ամեն դեպքում այո, կարող են որոշակի ազդեցություն թողնել, ինչպես գիտենք, ամորձիները տեղակայված են մարմնից դուրս եւ իրենց ջերմաստիճանը մի քիչ ավելի ցածր է, քան մարմնի ջերմաստիճանը, այդ իսկ պատճառով որոշ տաքացնող պրոցեդուրաները երկարատև ազդեցությունը խորհուրդ չի տրվում։
Իսկ կարող ենք ասել, որ հղություն պլանավորելուց առաջ ցանկալի է խուսափել տաքացնող պրոցեդուրաներից։ Տաքացնող պրոցեդուրաներից, այո։ Շատ լավ։ Եվ խոսենք նաև բուժման մեթոդներից, ինչ բուժման տարբերակներ են առաջարկվում։ Այք բուժման մեթոդները կախված պատճառներից տարբեր են։ Օրինակ, ամենաառաջինը եւ հաճախ առաջարկվողը դա կենսակերպի փոփոխությունն է, որ հրաժարվում են վնասակար սովորություններից, դրանից ելնելով նկատվում է բավականին դրական դինամիկա հետազոտությունների մեջ, սերմի որակի բարելավում։ Երկրորդը դա կոնսերվատիվ բուժումն է, վիտամինոթերապիա, հակաօքսիդանտային թերապիան, որը էլի բավական դրական արդյունքներ են գրանցում։ Երբ առկա են արդեն վիրաբուժական խնդիրներ, ամենատարածվածներից վարիկոցել են, դա վիրաբուժական մեթոդով լայնացած երակների էմբոլիզացիա է կատարվում, լավացնելու համար արյան հոսքը, երակային հոսքը։ Դրանից ելնելով բուժման կախված պատճառագիտությունից բուժումները տարբեր են։ Քանի որ ավելի վաղ շրջանի տվյալները տղամարդու անպտղության համար ավելի ցածր տոկոսներ են սահմանում, դուք հիմա ավելի բարձր տոկոսների մասին խոսեցիք, որն է պատճառը, որ այսքան ավելի բարձրացել է տղամարդու գործոնով պայմանավորված անպտղության ցուցանիշները։ Որոշ հետազոտությունների տվյալներով դա գնալով ավելի շատանում է, պատճառները բազմակի են, ինչպես նաև մեր շրջապատում շրջակա միջավայրի աղտոտվածությունը, որը շատ պատասխանաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա, վնասակար սովորությունների ավելացումը, մեր ամենօրյա ստրեսները, որը որ շատացել է մեր կյանքում, եւ ավելնորդ քաշը, որը նույնպես ազդում է սերմի որակի վատացմանը, այս ամենը բերելու է տղամարդկային կորզունով պայմանավորված անպտղության շատացմանը։ Այսինքն կարող ենք ասել, որ ռիսկեր կա, որ մոտակա տարիներին այս տոկոսը հնարավոր է ավելի բարձրանա։ Իսկ որոնք են ավելի հաճախ հանդիպող խնդիրները, ինչ խնդիրներով են ավելի հաճախ դիմում, որոնք որ անպտղության պատճառ են հանդիսանում։ Ավելի հաճախ հանդիպող խնդիրներից, որ մեր կլինիկայում դիմել են, դա եղել է վարիկոցել են։ Մյուս ավելի հաճախ պատճառներից մեկը եղել է, որ կենսակերպի փոփոխությունը եւ վիտամինոթերապիան ստացել են ավելի բավականին արդյունքներ։ Եղել են պացիենտներ, որոնք ունեն ավելի լուրջ խնդիրներ, որոնք եղել են գենետիկ մակարդակի, մի քանի պացիենտ, որոնց բուժումը շատ ավելի դժվար է եւ քիչ արդյունավետ sense։ Իսկ ինչպիսին է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների դերը տղամարդու վերարտադրողական առողջության մեջ։ Կարող են ազդեցություն ունենալ փոփոխային եւ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները սերմի որակի վատացման համար, բոլոր այն պացիենտներին, որոնց հետազոտությունների մեջ առկա են փոփոխային պրոցեսներ, պարտադիր կերպով ստուգվում է սեռավարակները եւ կատարվում է բակտերիաբանական հետազոտություն, նշանակվում է բուժում։ Բուժումից հետո նաև նկատվում է որոշակի դրական դինամիկա։ Նաև այդ բուժումներից հետո նաև նշանակվում է վերականգնողական վիտամինային թերապիա, որը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ սերմի որակի լավացման համար։ Վիտամինների դերը բավականին մեծ է, իսկ կնշեք, որ խմբի վիտամիններ են, միգուցե սննդի միջոցով տղամարդիկ կարող են հետևել կամ ուշադրիներ, որպեսզի ստանան առօրյա կյանքում։ Ավելի շատ եւ վիտամին պետք է ստանան, սելեն, ցինկ, այս երեքը հիմնական էլեմենտներն են, որոնք պետք է շատ ստանա տղամարդը։ Եվ վերջում ինչ խորհուրդ կտաք տղամարդկանց։ Ընդհանրապես այն զույգերը, որոնք ունեն անպտղություն, որոնց մոտ ախտորոշվել է անպտղություն, անպայման պետք է բժշկի այցելեն զույգերով, ինչպես կինը, այնպես տղամարդը պարտադիր պետք է զննվի բժշկի կողմից։ Մեր հասարակությունում կան կարծրատիպեր, որ տղամարդկային գործոնը չկա կամ որոշակի վերապահումով է մոտենում, բայց դա այդպեսին չէ։ Մենք տեսանք, որ մինչև 50%-ը պայմանավորված է տղամարդկային գործոնով, այդ իսկ պատճառով պարտադիր տղամարդը պետք է զննվի բժշկի կողմից, լինի հետևողական բժշկի խորհուրդներին, հրաժարվի վնասակար սովորություններից, վարի առողջ ապրելակերպ, պարտադիր պետք է հետևի իր քաշին,
հեռու մնալ ստրեսներից։ Կարծում եմ ձեր այս խորհուրդները վերաբերում են ոչ միայն վերարտադրողական առողջային խնդիր ունեցող տղամարդկանց, այլ ընդհանրապես բոլորին։ Այո, բոլորին։ Շնորհակալ եմ Բժիշկ Թոքմաջյան, շատ հետաքրքիր էր զրույցը։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։